Ուրեմն այս սլայդի վրա պատկերված է կենսաթոշակների աճը 2018-ից 2025 թվականներին։ Բոլոր թվերը, որ մենք օգտագործել ենք, դա մեր վիճպետվարչության թվերն են կամ էլ կառավարության թվերն են, իրենց կայքից վերցած բյուջետային թվերն են։ Բոլորը պաշտոնական են, ինչ-որ իմաստով պաշտոնական թվերը նաև թեր գնահատում են իրական խնդրի խորությունը։ Տեսեք, կենսաթոշակի աճը 7 տարիների ընթացքում մեզ վարչախմբի եղել է 22%։ Այն դեպքում, երբ որ նույնիսկ պաշտոնական վիճակագրությամբ գնաճը այդ նույն ժամանակաշրջանում եղել է 26%։ Ընդհանրում սա սպառողական գների աճն է, հաստատությունը չի արտացոլում, օրինակ են, որ գույքահարկի այդ ընթացքում մի քանի անգամ բարձրացել է եւ դա թոշակառուների վրա հավելյալ բեռ է, որովհետեւ գույքահարկի արժեքը չի մտնում ուղղակի սպառողական գների զամբյուղի հաշվարկի մեջ։ Իրական կյանքի արժեքը էապես ավելի շատ է բարձրացել։ Եվ այն ինչ որ պարոն Հակոբյանը մինչև այդ ասեց, նորից ուզում եմ կրկնեմ, այսօր կենսաթոշակառուն միջին հաշվով ավելի վատ է ապրում, քան թե նա ապրել է 7 տարի առաջ, երբ որ այս վարչախումբը եկավ իշխանության, քանի որ նա ստանում է ավելի փոքր քանակությամբ միջոց իր գնողունակության պարիզետով հաշվարկության։ Հիմա արդյոք սա արդարացված է, որովհետև մեր ընդդիմախոսները գործող վարչախմբից պետք է ասեն, գիտեք, մենք հնարավորություն չունենք, մենք պաշտպանական ծախսերն ենք մեծացրել եւ այլն։ Հիմա տեսնենք արդյոք ինչա տեղի ունեցել այս ընթացքում։ Ուրեմն նախ սկսենք կենսաթոշակային ֆոնդի փոփոխությունից։ Սա երկրորդ սլայդն է։ 7 տարիների ընթացքում բյուջեում կենսաթոշակային ֆոնդը աճել է ընդամենը 17%-ով։ Եղել է մոտավորապես 300 միլիարդ դրամ, դառել է մոտավորապես 350 միլիարդ դրամ, կլորացնում եմ թվերը, էական չի 1 միլիարդ այս կողմենքում, ընդամենը 17%-ով աճել մեր պետական բյուջեում կենսաթոշակային ապահովման ուղղված միջոցները, իդեպ ասեմ, որ ձեզ այդ ընթացքում կենսաթոշակառուների թիվը աճել է 458,000-ից 501,000, ինչպես ասեց իմ գործընկեր պարոն Կամենդացյանը։ Հիմա արդյոք արդարացված է այդ թիվը, հիշեք 17% աճ ընդամենը, Որոնք պետական բյուջեի ծախսերը այդ ընթացքում հաջորդ սլայդը աճել են 135%-ով։ Այսինքն կենսաթոշակային ապահովումը աճել ընդամենը 17%-ով, իսկ ամբողջ բյուջեի ծախսերը 135%-ով, ավելի քան 2 անգամ։ Այսինքն բյուջեում միջոցների աճը ավելի քան բավարար է, որպեսզի կենսաթոշակներն էլ աճեին օրինակ 2 անգամ այդ ընթացքում։ Բայց եթե կենսաթոշակները չեն աճել 2 անգամ, ապա ի՞նչն է այդքան շատ աճել բյուջեում, ուր է ծախսվում մեր բոլորի կողմից, մեր հարկատուների կողմից վճարվող միջոցները։ Հիմա հերթով ձեզ ցույց տամ մի քանի շատ պարադոքսալ բաներ։ Հաջորդ սլայդը։ Որոնց սա պետական պարտքի սպասարկման ուղղված միջոցներն են։ 2018 թվականին մեր բյուջեում պետական պարտքի սպասարկմանը ուղղվել է 141 միլիարդ դրամ։ Այս տարի 395 միլիարդ դրամ։ Համարյա եռապատիկ աճ է տեղի ունեցել պետական պարտքի սպասարկման համար։ Կասեք, ինչպես է դա հնարավոր, աբսուրդ է, ինչպես է դա հնարավոր։ Շատ պարզ, աճել է ոչ միայն պետական պարտքը, այլև պետական պարտքի սպասարկման արժեքը։ Տեսնում եք այստեղ թվերը, 4.5%-ից, պետական պարտքի տարեկան 4.5%-ից, էֆեկտիվ տոկոսադրույքը դարձել է 7.5%։ Սա մեր փառահեղ ֆինանսների նախարարը, ֆինանսների նախարարությունը, վարչապետները միասին վերցրած մեր պետական պարտքի սպասարկման տոկոսադրույքը 4.5%-ից 7 տարում բարձրացրել են 7.5%։ Չեմ ասում պետական պարտքի աճի մասին, դրա մասին բոլորս գիտենք, բայց ուշադրություն չենք դարձնում, որ համարյա 2 անգամ թանկացել է պետական պարտքի սպասարկումը։ Ինչի, որովհետև ունենք տաղանդավոր ֆինանսիստներ, որոնք ղեկավարում են մեր երկիրը։ Տաղանդավոր ֆինանսիստներ 2 անգամ թանկ է դառել իրանց տաղանդի ձեռքից։ Իրականում սա կոռուպցիա է։ Սա կոռուպցիա է եւ ժամանակը կբացահայտի, որ սա կոռուպցիա է։ Որ այն ինչ որ տեղի է ունենում, մեր բոլորի հաշվին դուք հասկացեք, որ տարեկան $1 միլիարդ ուղղակի փող է վճարվում պետական պարտքի տոկոսների դիմաց։ Ես որպես թիվ արձանագրենք, հա։ Ուրեմն երկրորդ թիվը, որի մասին ձեզ ուզում եմ ասեմ։ Պետական մարմինների, կառավարման մարմինների ադմինիստրատիվ ծախսերը աճել են 2.5 անգամ, 59 միլիարդից 155 միլիարդ։ Ընդհանրում եթե 2018 թվականին շատ հասկանալի էր ինչքան էր, թիվը հայտնի էր, բյուջեի մի հատ բանով տողով գրած էր։ Հիմա այս թիվը խառնած է հազարավոր տողերի մեջ, որ դու պետք է անվնես հերթով փորձես հասկանաս, մինչև վերջը չես կարող հասկանաս, սա ինչ է իրականում, իրական ծառայությունն է, թե ադմինիստրատիվ ծախսերը, դրա համար մենք վերցրել ենք ամենափոքր հնարավոր թիվը։ Ամենափոքր հնարավոր թիվը, օրինակ պաշտպանության նախարարության բյուջեում այդ թիվը առանձնացված չի ադմինիստրատիվ ծախսը։ Ոստիկանության բյուջեում ներքին հողերին առանձնացված չի, առանձին դրա համար նույնիսկ չենք էլ հաշվել։
վերցրել ենք 155 միլիարդը։ Ուրեմն տեսեք, եթե դուք պետական համակարգում եք աշխատում, ծախսերը աճել են 2.5 անգամ։ 2.5 անգամ արձանագրենք այս թիվը։ Հաջորդ թիվը կառավարության պահոստային ֆոնդը, այն ինչ որ կոչվում է պահոստային ֆոնդ։ Սա իրականում պահոստային ֆոնդ չի կառավարության, սա վարչապետի ջեբի փողն է։ Սա այն փողն է, որը ինքը ծախսում է ըստ իր հայեցողությամբ, ինչի որտեղ ազգային ժողովը սա հայեցողական փող է, նա չի հաստատում այս փողը ինչ որ մի կոնկրետ նպատակի։ Նա սա թողում է վարչապետի հայեցողությանը։ 2018 թվականին եղել է 25 միլիարդ, այս տարվա բյուջեում նախատեսված է 64 միլիարդ, ավելի քան 2.5 անգամ եւս աճել է այս փողը։ Այն որը Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ունի իր հայեցողությամբ ծախսել ցանկացած բանի վրա։ Գիտեք ինչերի վրա ծախսում օրինակ ծախսում է հեծի հարցով միջազգային արբիտրաժներում թանկարժեք իրավաբաններին բարձրացնելու համար, որտեղ տենց խնդիր է ստեղծել, պետք է մեր գրպանից միլիոններ ծախսի, որպեսզի այդ խնդիրը ոչ միայն չլուծի, նույնիսկ չի լուծվելու այդ խնդիրը, ուղղակի ձգձգի։ Եվ մենք բոլորս վճարում ենք դրա համար եւ առաջին հերթին այն թոշակառուները, որոնք թոշակ չեն ստանում։ Փոխանցները միլիոններ են գնում ինչ-որ իրավաբանների վրա։ Եվ ամենախայտառակ թիվը, որ ձեզ ուզում եմ ցույց տամ։ Այստեղ վարչապետի ենթակայությամբ գործող հիմնականում ներքին ռեպրեսիվ մեքենայի վրա ծախսերն են։ Ուրեմն 2018 թվականին մենք ունեցել ենք 3 մարմին՝ ազգային անվտանգությունը, քննչական կոմիտեն, պետական պաշտպանությունը։ Այս ընթացքում եւս 2 մարմին է դրանց վրա ավելացել՝ հակակոռուպցիոն կոմիտեն եւ արտաքին հետախուզությունը, որոնց ամեն մեկը ծնվել է իր համապատասխան մի մարմնից, հա։ Ծախսերը աճել են ավելի քան 3 անգամ, 29 միլիարդից դարձել է 95 միլիարդ սրանց հավաքական ծախսերը։ Հաղթանակած դեմոկրատիայի բաստիոնում ռեպրեսիվ մարմինների վրա ծախսերը աճել են ինչու 3 անգամ։ Ինչի, որովհետև Նիկոլ Փաշինյանին պետք է այդ ռեպրեսիվ մեքենան կերակրել, որպեսզի պայքարի քաղաքական հակառակորդների դեմ։ Ում հաշվին մեր կենսաթոշակառուների։ Մեր կենսաթոշակառուները պետք է սոված մնան, որպեսզի Նիկոլ Փաշինյանը նրանց անունից իդեպ, նրանց անունից պայքարի մեր բոլորի դեմ։ Ձերբակալի մեզ, գործեր հարուցի, դատարաններով քաշտա եւ այլն։ Ավելի քան 3 անգամ ծախսերի ավելացում, հա։ Հիմա այս ամեն ինչը հաշվի առնելով, մենք համարում ենք, որ 2 տարում ավելի քան իրատեսական է կենսաթոշակները 50%-ով բարձրացնելը եւ այսուհետեւ դրանք ինդեքսավորելը նվազագույն սպառողական զամբյուղի հետ, որովհետեւ մեր կենսաթոշակառուները իսկապես այնքան միջոց կարողանան ստանալ, որը նրանց հնարավորություն է տալիս նվազագույն կենսամակարդակ ունենալու, նվազագույն, հա։ 50%-ը հաշվել ենք մենք մոտավորապես, սա 175 միլիարդ դրամ է տարեկան բյուջետ։ Ինչ ենք ասում 2 տարում, որտեղ մենք պոպուլիստ չենք, մենք Փաշինյան չենք, որ ասենք կգանք միանգամից կանենք, չէ, միանգամից չենք անի 2 տարի ամս պետք դրա համար, որտեղից ենք վերցնելու այդ միջոցները։ Մոտավորապես 100 միլիարդ դրամը վերցնելու ենք 2 տարիների ընթացքում պետական բյուջեի բնականon օրգանական աճից, որովհետև մենք տարեկան մոտավորապես 5% տնտեսական աճ ունենք նաև բյուջեի եկամուտների որոշակի ավելացում հնայի նկատմամբ, որովհետև հավաքելիությունը աստիճանաբար բարձրանում է, եւ մենք գնահատում ենք, որ 2 տարիների ընթացքում մեր պետական բյուջեն կավելանա առնվազն եւս 500 միլիարդ դրամով։ Եվ մենք համեստաբար ասում ենք, այդ 500 միլիարդ դրամից 100 միլիարդը եկեք թիրախային ուղենք կենսաթոշակների բարձրացման վրա, որտեղ նախորդ տարիներին ոչ մի բան չենք արել։ Նախորդ տարիներին 7 տարվա ընթացքում ընդամենը 50 միլիարդով ենք բարձրացել, եկեք հիմա, այսպես ասած, ոնց որ լրացնենք այդ բանը։ 100 միլիարդ բարձրացնենք 2 տարում, բյուջեն 500 միլիարդով ավելանալու է։ Հաջորդը 35 միլիարդ դրամով կկրճատենք պետական պարտքի սպասարկման ծախսերը, ինչպես պետական պարտքը ռեստրուկտուրիզացիա անելով, թանկարժեք պետական պարտքը փոխարինելով ավելի էժան պետական պարտով, դա հնարավոր է, եթե հրաժարվենք այն կոռուպցիոն սխեմաներից, որոնք հիմա գործում են։ Երրորդը պետական մարմինների ծախսերը կպակասացնենք ընդամենը 10%-ով։ Ընդամենը 10, դա բացարձակ իրատեսական է, ես ինքս նախկինում զբաղվել եմ դրանով, իրատեսականը 30%-ով էլ պակասացնել, բայց որպեսզի այդպես շատ կտրուկ որևէ բան մենք չանենք, ընդամենը պարգևավճարները մի քիչ կպակասացնենք, 10%-ով արդեն ծախսերը կպակասացվի։ Պարգևավճարներն են, թանկարժեք մեքենաներն են, թանկարժեք գրասենյակներն են, թանկարժեք ուղևորություններն են եւ այլն։ Ռեպրեսիվ մեկ մարմինները, սա կառավարման մարմիններն են, ռեպրեսիվ մարմինները եւս 10% դրանց ծախսերը, որը ակնհայտ է, որ դրանք իրականում կրկնում են, նույն խնդիրը լուծվում է եւ ԱԱԾ-ում եւ ասենք քննչական կոմիտեում եւ այլն, հանգիստ կարելի է 10%-ով պակասացնել։ Եվ վերջապես 10%-ով, չէ, 20%-ով էլ կպակասացնենք վարչապետի պահոստային ֆոնդը։ Կպակասացնենք վարչապետի պահոստային ֆոնդը միասին վերցրած, սա տալիս է այն 175 միլիարդ դրամը, որը մեզ հնարավորություն կտա
մեր կենսաթոշակները միջին հաշվով 50%-ով բարձրացնել եւ դրանից հետո նորից ուզում եմ կրկնեմ, մշտապես ամեն տարի ինդեքսավորել նվազագույն սպառողական զամբյուղի հետ, որովհետեւ մենք իրենց ապահովենք նվազագույն կենսաթոշակ։ Նվազագույն հանրագրերի մասին օրենքից Հայաստանի Հանրապետության կսկսենք ստորագրահավաք հանրագրի տակ, որով մենք կդիմենք այս գործող իշխանություններին, պահանջով 50%-ով բարձրացնել, կետ առաջին 50%-ով բարձրացնել կենսաթոշակները միջին եւ երկրորդ կետ այսուհետեւ դրանք մշտապես ինդեքսավորել նվազագույն սպառողական զամբյուղի հետ։ Եթե մեր հանրագրի անպատասխան մնա, իսկ այս իշխանության անպատասխանատվությունը հաշվի առնելով կարելի է ենթադրել մեծ հավանականությամբ, որ այդպես էլ կլինի, մենք հաջորդ տարվա համապետական ընտրություններին գնալու ենք մասնավորապես հենց այս օրակարգով։ Մեր բոլոր կես միլիոն կենսաթոշակառուների համար 50%, երկու տարվա մեջ 50% կենսաթոշակների աճ ապահովելու խոստումով, առավելևս, որ մենք շատ իրատեսականորեն պատկերացնում ենք այդ խոստումը ինչպես են կատարելու։ Չենք ասում 5 անգամ, տեսեք, չենք ասում 10 անգամ, չենք ասում 2 անգամ նույնիսկ, ասում ենք 50%-ով 2 տարում եւ այնուհետեւ ինդեքսացիա։ Դա շատ իրատեսական է եւ դա մեր քաղաքական օրակարգի կարևորագույն առանցքային կետերից մեկն է լինելու համապետական ընտրություններին։